Ես իմացա, որ ձեր գրականության դասատուն հանկարծամահ է եղել։ Պարոն Սանյանը։ Սանոյան, հոյով։ Սանոյանը։ Ձեզնից ով է եղել իր թաղմանը։ Գերեզմաններում ինչ-որ մեկը խոսք ասեց, մահախոսական կարդացին։ Հա, տնօրենը, պարոն Վանունին։ Ու կենսաբանության ուսուցչուհին Պետրոսյանը։ Կարմիր վարդ։ Կարմիր վարդը դաշտի միջին։ Ով ա գրել։ Յոհան Վոլգանգ ֆոն Գյոթե։ Ձեզ առաջադրանք մյուս դասի համար։ Գրեք ձեր մասին։ Ով եք դուք, ինչ զավակ եք, ինչ հայ եք, ինչ ընկեր եք։ Ձեր մասին անկեղծ գրեք։ Բայց ճշմարտությունը հարաբերական է, չէ։ Ոչ միայն հարաբերական է։ Նաև կան ճշմարտանման ստեր կամ ճշմարտության կարգավիճակ ստացած ստեր, ու դրանց մենք հավատում ենք։ Օրինակ։ Օրինակ, որ պետքա շուրթերդ լցնես կամ հոնքերդ տատու անես, որ լավ երևաս։ Ես պետքա մի քիչ նիհար եմ, որ ավելի լավը լինեմ։ Պետքա շատ փող ունենամ, որ երջանիկ լինեմ։ Հիմարություն։ Հա, պարոն Մամյան, բայց փողը շատ բան է որոշում, է։ Իհարկե փողը շատ բան է որոշում։ Բայց երջանկության հետ ոչ մի կապ չունի։ Ռոթշիլդների տեղն ինքնասպան եղավ, ամեն ինչ ուներ ու երկտող թողեց։ Կյանքն իմաստ չունի։ Ջոնաթան Ռեյս, բրիտանացի միլիարդատեր, 35 տարեկանում ինքնասպան եղավ։ Էլի Բլեք, միլիարդատեր, Պարկ ավենյուում 44-րդ հարկից իրան գցեց։ Ու կարող եմ բազմաթիվ տասնյակ օրինակներ բերել։ Ու կարող եմ օրինակ բերել մեծ պապիս, հորս պապին ու տատին։ Ապրում էին գյուղում, հաշտ, համերաշխ, ունեին մի այգի, մի խրճիտ ու մի կով։ 7 երեխա ունեցան։ Ապրեցին հաշտ, համերաշխ, ձեռձեռի տված, մեկը 89 տարեկանում մահացավ, մեկը 92։ Տատս, որ երգում էր, պապս նայում էր հիացած տատիս ու ամեն երկի տողից հետո ասում էր ջան։ Ես այդպիսի երջանկություն առարկայական երջանկություն